Ակնհայտ ես մի բան եմ տեսնում եւ դրա մասին նաեւ հրապարակային արտահայտվել է Նիկոլ Փաշինյանը փողոց կամ ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Դա չի նշանակում որ ձայն չունի, լատենտ տային ձայներ ունի, մարդիկ կգնան կքվարկեն ինչ որ մի տոկոս մարդիկ, բայց իր կոչով դուրս գալ փողոց, գնալ վիարան գրոհել բան չի կարա։ Չունի այդ հնարավորությունը։ Եթե ունենար, ապա այս KGB-ի մեթոդներով չէր սկսի աշխատել եկեղեցու հետ։ Այդ համարձակությունը չունեցավ, հասկանալով, որ սա ավելի պրոբլեմային է եւ փորձեց աշխատել ճիշտ այնպես, ինչպես աշխատում էր ժամանակին հենց KGB-ն։ Կոմպրոմատներով մարդկանց գտնելով, որոնց կարելի է ասենց պատին դեմ տալ եւ ասել կամ սա դու պիտի անես, կամ հիմա վերջին զարգացումների մեջ փորձենք նաեւ լավ բան տեսնել։ Մի քիչ սենց արես, գիտեք, վիճակը ավելի կոնտրաստի եկավ։ Ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը, որ ինքը անկեղծ հավատացյալ է եւ ինքը պայքարում է հայ առաքելական եկեղեցու մաքրության համար։ Սա էր, չէ՞, ասենց մեջբերում չի, բայց սա է իր բացատրությունը։ Եվ ինքը դա անում է որպես պարզ քաղաքացի հավատացյալ։ Հիմա եթե դու դա անում ես այն մարդկանց միջոցով, որոնք նաև եկեղեցական շրջանակներում ամենից վարկաբեկվածն են, դա է քո պայքարի ձևը եկեղեցու մաքրության համար։ Այդ տեսանկյունից ես կարծում եմ այն պատկերը, ինչ որ մենք տեսանք, ինքը քանդեց այն բացատրությունը, որով ինքը փորձում էր ներկայացնել իր շարժարիտները։ Ինքը ուղղակի ցույց տվեց, որ դա ոչ թե պայքար է կոնկրետ մարդկանց դեմ, սա պայքար է հայ առաքելական եկեղեցու դեմ։ Հիմա ասենց մեծ հաշվով ինչի համար է սա անում։ Ես ռացիոնալ բացատրություն, շատ անկեղծ ասեմ, չեմ տեսնում ռացիոնալ բացատրություն։ Ու ավելի ճիշտ այնց բզիկի պես մի բան է, ինչ որ մարդը գլուխ համտել միգուցե։ Այնց տարբերակներից մեկը սա է, բայց կա նաև մեկ ուրիշ տարբերակ։ Մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, հայ առաքելական եկեղեցի։ Եվ հենց այդ պատճառով մեր ազգային ինքնության մեջ եկեղեցին հատուկ տեղ ունի։ Իսկապես հատուկ տեղ ունի եկեղեցին։ Կարելի է չէ ընդհանրել, ինչի համար է քանդվում այս մեր ազգային ինքնության, ասենց կարևորագույն գործոն, ինչի համար է քանդվում։ Սա ուղիղ ուղղված է նաև մեր ինքնության հարավացելու նպատակն է։ Միգուցե նրա համար է արվում, որ խոստում ունի 300,000 ադրբեջանցիների հետ բերելը եւ հետ բերել մի միջավայր, որտեղ նաև մեր եկեղեցին, որը մեր ինքնության հենասյունն է, հենասյուններից մեկը, միգուցե սա պետք է քայքայված լինի։ Այս անկյան տակ նաև փորձենք նայել։ Այսինքն մեծ պատկերի մեջ միգուցե սա այն բացատրությունն է, որով կարելի է որոշակի sense ողջամտություն գտնել այն քայլերի մեջ, որը ինքը անում է այսօր, որովհետև էլեկտորալ տեսանկյունից հաստատ դա իրեն ոչինչ չի տալիս, հաստատ։ Կա նաև sense խառնված մարդու ամեն ինչ պետք է sense խառնի։ Ինքը չի կարող հանգիստ նստի, ամեն ինչ։ Եվ այդ խառնվածքը միգուցե հապագա կատարվելի իր կողմից խոստումների հետ sense երբ որ ամուսնացնում ես, միգուցե պատկերը ավելի հասկանալի է դառնում, թե ինչի համար է սա անում։